Տիկին Փոստանջյան, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ինչ մակարդակի վրա է եւ վերջի տարիներին ինչ փոփոխություններ է կրել։ Ես կարծում եմ իհարկե այն խոշտանգումների սուր շրջանում չէ, բայց այնուամենայնիվ մտահոգիչ բնույթ է կրում, որովհետև մենք այսօր ունենք իրենց քաղաքական հայացքների համար բանտախցում քաղաքացիներ եւ հենց այս տարի նույնպես այդ քաղաքացիների ցուցակը համալրվեց եւս մեկ քաղաքացիով, որի վերաբերյալ նաեւ հայտարարություն արվեց Human Rights Watch-ի կողմից եւ եթե քաղաքացին իր քաղաքական դիրքորոշման համար հայտնվում է բանտախցում, ապա դա իրապես լուրջ խնդիր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւ իհարկե մտահոգիչ է։ Կարող ենք ասել, որ միգուցե չենք արձանագրել խոշտանգումների կոպիտ դեպքեր, բայց այնուամենայնիվ կարող եմ ասել, որ համատարած բնույթ է կրում մարդու իրավունքների խախտումները, իսկ դրանց համատարած բնույթի թվին է պատկանում վերջերս տեղի ունեցած հանրաքվեի կեղծարարությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հիմնարար իրավունքը ընտրությունների միջոցով մասնակցությունը քաղաքական կյանքին չկարողացան իրացնել։ Այդ հիմնարար իրավունքը փաստորեն խախտվեց դեկտեմբերի 6-ին եւ դրա հետևանքները այսօր նաեւ այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպանը իր հրաժարականը հայտարարեց եւ հրաժարականը հենց այնպես չէր հայտարարվել։ Հրաժարականը նաեւ բռնաճնշումների եւ ապագա գործունեության խոչընդոտելու նաեւ խնդիր է առաջացրել։ Այսինքն կապված էր սահմանադրական փոփոխությունների հետ կապված զեկույցի հետ, որը նախապատրաստվում էր, ինչպես շրջանառվում է։ Մենք արդեն գիտեինք, որ նա խնդիրներ ունի, որովհետև այդ մասին շուրջ 2 ամիս առաջ նա բարձրաձայնեց ազգային ժողովի աբմյոնից եւ իհարկե ապագա նաեւ զեկույցը, որը կարծում եմ պետք է լինի արտահերթ զեկույց, նաեւ խնդիր էր հարուցելու եւ այստեղ նաեւ դա պետք է մենք հաշվի առնենք, որովհետև պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրադարձությունների ներքո համատարած խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդու հիմնարար իրավունքները։ Այսինքն այդ պատրաստված կամ պատրաստվող զեկույցը այլևս չի հրապարակվեց հրաժարական։ Մենք չգիտենք ինչ կարող է տեղի ունենալ, մենք դեռ սպասում ենք ապագա իրադարձություններին, չգիտենք ով կառաջադրվի որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու եւ ով հետագայում նաեւ կընտրվի եւ իհարկե անձից է կախված ինչպիսին կլինի նաեւ իր դիրքորոշումը անցած արդեն համապետական այդ կեղծարարության վերաբերյալ։ Մի քանի մարդկանց անուն է շրջանառվում այդ պաշտոնին, դուք ում եք տեսնում։ Ես արդեն հայտարարել եմ, ում կարող էի տեսնել, ես կարծում եմ այդ անձը պետք է ներկայացնի իրավապաշտպան դաշտը, պետք է ունենա փորձառություն իրավապաշտպանության ոլորտում, պետք է լինի իրավաբան, ունենա իրավական գիտելիքներ եւ ես իմ գործընկերները, գիտեք երևի, ես շուրջ 10 տարի եղել եմ փաստաբան, իմ գործընկերները այդ դաշտից կարող են ներկայացված լինել։ Կարող եմ ասել Հայկ Ալումյան շատ լավագույն պրոֆեսիոնալ տվյալներ ունի եւ նաեւ կարծում եմ պատշաճ կերպով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտոնը եւ ինստիտուտը, Ավետիք Իշխանյան, Արտուր Սակունց, իհարկե նաեւ տիկին Լարիսա Ալավերդյանը, որը միանշանակ կարող եմ ասել, որ իր գործունեության ժամանակ նա հավատ է ներշնչել, ես այդ ժամանակ փաստաբան եմ եղել եւ իրեն դիմելով եւ ես ստացել եմ իմ պաշտպանյալների համար իր կողմից աջակցություն։ Կարեն Անդրեասյանի գործունեությունը ինչպես կգնահատեք եւ այդ զեկույցները ինչ արդյունավետություն են ունենում։ Զեկույցը հրապարակվելուց հետո արդյոք կոնկրետ ոլորտում փոփոխություն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ զեկույցները ես գնահատում եմ դրական, պրոֆեսիոնալ զեկույցներ են կազմված եղել
իսկ որպեսզի դրանք ունենան ազդեցություն, ապա Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի, ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսքը, որպեսզի այդ զեկույցները նաև կիրառական նշանակություն ունենան։ Այդ զեկույցները միգուցե անմիջական նշանակություն չունեն, բայց նրանք փաստում են, արձանագրում են տեղի ունեցող խախտումները եւ դրանք ապացույցներ են ապագայի համար։ Մենք ապագայում վերջի վերջո ունենալու ենք մրցունակ քաղաքական համակարգ, որտեղ մարդու իրավունքները հարգված են լինելու եւ անդրադարձ են կատարելու այդ զեկույցներում ամրագրված փաստերին։ Հենց այնպես չեն այդ զեկույցները հրապարակվում են եւ ասվում է ովքեր են պատասխանատուները խախտումների համար եւ այդ պատասխանատուները ովքեր որ խախտել են մարդու իրավունքները ուշ թե միևնույն է գալու է այդ պահը միգուցե մի քիչ ուշանում է, բայց գալու է այդ պահը, որ նրանք նստելու են մեղադրյալի աթոռին եւ հաշվետվություն են ներկայացնելու Հայաստանի հանրությանը։ Ինչ է կարծում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը որքանով է կայացած եւ արդյոք մարդիկ վստահում են այդ ինստիտուտին։ Եթե խնդիր ունենան, կարծում եք կդիմեն։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ դիմում են, որովհետև ես անձամբ ինքս եմ դիմում, դա մի պետական մարմին է, ինստիտուտ է, որտեղ ինչ որ չափով կարող են արձագանքել քո խնդրին եւ եթե այլ մարմիններ դատական համակարգին է վերաբերվում, նրանք անգործության են մատնում քո բողոքը, ապա մարդու իրավունքների պաշտպանը հնարավորինս անդրադարձ է կատարել մեր բողոքներին։ Իսկ որպեսզի ընդհանուր առմամբ մեր պետության մեջ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ լինի վստահություն, ամբողջ համակարգը պետք է փոխվի։ Իսկ առաջի հերթին դրա համար հիմք է ծառայում դատական իշխանության նկատմամբ վստահությունը։ Եթե չկա դատական իշխանություն, ապա ընդհանուր առմամբ իհարկե մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ էլ այդպես մեծ չէ վստահությունը։ Բայց այնուամենայնիվ մենք դիմում ենք, մենք ստանում ենք պատասխաններ իրենից։ Փոփոխված սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ինչ փոփոխություններ կլինեն։ Ես կարծում որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխվել է, այն ինչ որ կեղծիք է տեղի ունեցել, դա մենք փոփոխություն չենք համարում, եւ հետեւաբար չեմ անդրադառնա այդ հարցին։